Չեմ կարծում, որ ինքը այդքան հիմար է, որ չի պատկերացնում, որ Մոսկվան արսուքներին չի հավատում։ Դու աշխատավարձ ես ստանում, որ գնաս Գյումրիում քարոզ անես, դու պետության վարչապետ ես։ Թուրք արևմտյան պրոյեկտ, այսինքն այստեղ բերի Թուրքիային կամ ինքը գնա դեպի Թուրքիա, Հայաստանի անվտանգային ապագան եւ տնտեսական ապագան դա հապ վերադարձն է, ԵԱՏՄ-ում մեր հարաբերությունների խորացումն է, Ռուբենը նույնիսկ ձևական չհրաժարվեց, նույնիսկ օտարի հողում, ձևական չհրաժարվեց իր հավատամքից։ Սա նոր հերոսի կերպար է, որով պետքա մեր երեխաները դաստիարակվեն։ Բարև ձեզ, դուք դիտում եք Հարցեր կան հաղորդումը, այսօր Հարցեր կան Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մեր հաղորդումը ուզում եմ սկսել մի իրողության մասին հարցով, որը կարծում եմ բավարար ուշադրության չարժանացավ, թեև դուք դրան անդրադարձել եք։ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարություն տարածեց, որպեսզի Հայաստանը ցույց տա խաղաղության հանդեպ իր նպատակադրումը, ապա պիտի Բաքվին հանձնի այսպես կոչված պատերազմական հանցագործներին։ Դուք հարցին անդրադարձել եք նշելով, որ դեռ 2021 թվականին եք կանխատեսել նման պահանջ Բաքվի կողմից եւ չեք բացառել, որ Փաշինյանը այդ հարցով գործարքի կգնա։ Ուզում եմ հիշեցնել, որ երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այդ ողբերգական գերեվարությունը տեղի ունեցավ, Հայաստանի Հանրապետությունում շատ քչերն էին հավատում, որ այդպիսի իրողություն հնարավոր է եւ որ դա իրականություն է։ Ավելին, մինչեւ վերջերս անգամ կային մարդիկ, որոնք չէին հավատում, որ այդ մարդիկ Բաքվի բանտում են։ Հիմա, երբ մենք չկարողացանք կանխել այդ ողբերգական իրողությունը, ինչ պիտի անի հավաքական էլիտան, Հայաստանի քաղաքական էլիտան, որովհետև այդ սպառնալիքը մեծ հաշվով վերաբերում է Հայաստանի բոլոր նախկին ղեկավարներին։ Ինչ պիտի անի քաղաքական էլիտան հավաքական կանխելու այդպիսի հերթական ողբերգական սցենար։ Երկու հարց տվեցիք։ Այո, ես դեռևս 21 թվականի մարտին կանխատեսել եմ, որ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի վարչապետության դեպքում խստացնելու է իր հռետորաբանությունը եւ մեծացնելու է իր պահանջները եւ ռեպարացիա կամ կոնտրիբուցիա է ուզելու Հայաստանի Հանրապետությունից շատ մեծ եւ դրա փոխհատուցումը լինելու է գործարքը Արցախի նախկին ղեկավարությանը, Հայաստանի նախկին ղեկավարությանը, արցախյան շարժման լիդերների արտահանձնումն Ադրբեջանին։ Իր սցենարն են պատմել, որ դա պասերով խաղ է լինելու Ալիևի եւ Նիկոլի միջեւ։ Նիկոլը գալու է ժողովրդին ասի, բա Ալիևը մեզնից 100, 200 կամ 300 միլիարդ դոլար տուգանք, ռազմատուգանք է ուզում, բայց եթե Պողոսին, Պետրոսին, Մարտիրոսին հանձնենք, այդ 300 միլիարդը կջրեմ։ Եվ հակազգային ու ստամոքսով մտածախ զանգվածնել, որը գնալով քչանում է, բայց դժբախտաբար դեռ կա, կարող է ծափահարի։ Սա է եղել լինելու սցենարը եւ դժբախտաբար տեսանք, որ կա։ Ադրբեջանը մեծացնում է իր հռետորաբանությունը, ավելի ակոշտացնում եւ արդեն պահանջում է Նիկոլից իր իսկ ձևով ձևակերպված ֆաշիստական Հայաստանի ղեկավարների։ Դրա մեջ դες չի, որ 2-3 հոգի են, կարող է 50 հոգի լինի։ Մենք էլ կարող ենք դիտել, որ մեր ամբողջ կյանքը, քաղաքական կյանքը մենք ունեցել ենք կռեդո, դա եղել է Արցախի ինքնորոշման իրավունքը, հայկական Արցախը, ինքնորոշված Արցախը։ Ինչ պետք է անի քաղաքական էլիտան, ազգի սերուցքը եւ մտավորականությունն ու հանրությունը, պետք է ռադ անի այս իշխանություններին։ Ինչպես տեսականորեն մենք ասել ենք ինչպես, բայց դժբախտաբար դեռևս չի ստացվում։ Դա զրո ամբիցիան է, մտածել իշխանապողության, ոչ թե իշխանության գալու մասին եւ մեկտեղել ուժերը։ Տեսնենք, որովհետեւ դուք շատ ճիշտ նշեցիք, 20 թվականի նոյեմբերի 9-ին, երբ որ ընդդիմությունը, այդ թվում նաեւ ես, նաեւ դրանից հետո ձեր տաղավարում բազմիցս նշել են, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում մենք կարող է ունենանք արդեն Հայաստանի Հանրապետության վրա, ինքնիշխան տարածքի վրա խնդիր, մենք կարող ենք ունենալ խնդիր մեր ազգային ինքնության հետ, անկախության հռչակագրի, եկեղեցու բացառիկության
Սյունիքի, ի վերջո Հայաստանի անկախության պահպանման այն ժամանակ շատերը ասում են, դե էս ինչ են խոսում։ Մենք տեսանք, որ դա այդպես է, եւ տեսանք նաեւ, որ մարդկային ոնց ասեմ, հնազանդությունը հələ լավ բառ է, դա հնազանդություն չի։ Ոչ էլ խոնարհությունն էլ չի։ Մարդկային անտարբերությունը սահմաններ չունի։ Այսինքն մեր հասարակությունը սովորում է բոլոր վատ բաներին, ասիկ իր համար սովորական է դառնում։ Նոր նորմալություն։ Տեսեք, հա, էլի 16 թվականի պատերազմն եմ հիշում, այդ 800 հեկտարի այդ հող տվողին կհասնենք հողին, այդ դրանց այդ բաները, ու այսօրվա դրանց ծպտուն չհանելը, այդ սուտ ինքնիշխանների բարձր գորգորոսները, ընդ մեկն էլ կար, չէ, Կուրարաքսյան հանրապետություններ խոսում, այսօր Նիկոլի Աշտեցաղ գրպաններում են ֆրֆռում։ Սա է խնդրեմը։ Այսինքն, եթե թույլ տվեցինք, իհարկե ամեն ինչ էլ կարող է լինի, բայց խնդիրը այստեղ իմ համար ոչ այնքան ողբերգական է մարդկային 5-10-20 մարդու արտահանումը, կներեք էլի, այլ որ մեր ուղեղներում տեղի է ունենում ազգային գաղափարի եւ Արցախի արտահանում, հենց մեր ուղեղներում։ Սա է խնդրեմը։ Ազգային ինքնության արտահանում է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը իր քարոզում ասում է, որ պետք է երեխաներին սովորեցնել վայելել կյանքը։ Այսինքն ինքը լրիվ տալիս է նյութական, սպառողական հաճույքներ։ Ես միշտ հարց եմ տալիս, այսինքն Ռուբեն Վարդանյանը չգիտեր կյանքի վայելքի ձևերը։ Բոլորից շատ գումար էլ ուներ, իր հալալ քրտինքով աշխատած, անուն էլ ուներ, ազգանուն էլ ուներ, վայելելու ձևերն էլ գիտեր, բայց այդ փողը, այդ վայելքները, այդ կապիտալը թողեց մի կողմ, եկավ Արցախ։ Այսօր գտնվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ Բաքվի բանտերում եւ ընդեղից էլ ուղերձ է հաղում։ Տեսեք, այստեղ ուզում եմ շատ կարևոր բան ասեմ, էլի։ Մենք չենք հասկանում, ոչ վատն ենք ջոգում, ոչ լավը։ Էշասմա process-ում ենք։ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Աստված տա, եթե անկախ պետականությունը մնա, դա նոր օպերաների, նոր գրքերի հիմք ալնելու։ Տեսեք, մեր հերոսը Արշակ երկրորդն է, չէ՞ եղել։ Ու կա Արշակ երկրորդ օպերան է, չէ՞, մեր առաջ։ Տեսեք, Արշակ երկրորդ օպերա, այնտեղ ինչ է։ Հայրենի հողի օրինակ։ Հայրենի հողի վրա ինքը խոսում է, Օտար հողում ինքը հրաժարվում է։ Մյուս հերոսը Վարդան Մամիկոնյանը, երբ որ հրավիրում են Տիզբոն, թեկուզ ձևական ինքը հրաժարվում է քրիստոնեությունից։ Ռուբենը նույնիսկ ձևական չհրաժարվեց, նույնիսկ Օտարի հողում ձևական չհրաժարվեց իր հավատամքից։ Սա նոր հերոսի կերպար է, որով պետքա մեր երեխաները դաստիարակվեն։ Նույնը Բակո Սահակյանը, նույնը Լևոն Մնացականյանը, որը արժանապատիվ ու հպարտորեն նշել է, որ ինքը մասնակցել է այդ ազատամարտին։ Եվ նույնը Բակո Սահակյանը, որ հստակ Դավիթ Մանուկյան, բոլորը, եւ նախագահ Սահակյանը Բակո, որ ասել է, ոչ մի դատարան չի կարող քննել ու դատել ինքնորոշման իրավունքի պայքարը, սա աստվածային իրավունք է։ Եվ այս են մեր հերոսները։ Պարոն Շարմազանով, բայց մենք միշտ գնամերի արի սիրեմ ենք։ Ես դրան եմ ուզում գալ, ցավոք։ 22-րդ օրն է Ռուբեն Վարդանյանի հացադուլի։ Իդեպ Հայաստանում մի խումբ կանայք դիմել են վեհափար Հայրապետին խնդրանքով, որպեսզի վերջինը հարաբար հորդորի Ռուբեն Վարդանյանին Հորդորեց Հայրապետը։ Նոր քիչ առաջ կարդասին, որ հորդորել է վեհափարը։ Դադարեցնել հացադուլը, որտեղ դա կարող է ցավալի վերջաբան ունենալ։ Գիտեք, երբ տարածվեց Ռուբեն Վարդանյանի ուղերձը, այնուամենայնիվ կար որոշակի լավատեսություն, որ այդ ուղերձը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ հանրային տրամադրությունների համար, բայց ցավոք ոչ։ Որևէ տեսանելի քայլ դրան չհաջորդեց մեծ հաշվով։ Դուք էլ ասում եք, որ շատ կարևոր է մի բան հասկանալ, որ եթե Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում չի հուսահատվում, Թշնամու հողում է։ Թշնամու հողում չի հուսահատվում։ Կրկնում, եթե Արշակ երկրորդը թշնամու հողում հուսահատվում էր եւ իր հավատամքից հրաժարվում էր, այդ է, չեմ ես տվել։ Ռուբեն Վարդանյանը թշնամու հողում մնում է իր
ինքնորոշված Արցախի եւ իր հավատամքին հավատարիմ։ Եվ նույնը նաեւ Բակո Սահակյանը, Դավիթ Մանուկյանը եւ մեր ընկերները։ Լյովա Մնացականյան։ Բաքվի բանտում մնում են անսասան, շարունակում են պայքարը, նույն Ռուբեն Վարդանյանը պայքարի ամենածայրահեղ միջոցն է ընտրել։ Դուք ասում եք մենք իրավունք չունենք հուսահատվելու, եթե իրենք չեն հուսահատվում։ Բայց գուցե նույն օրինակ Ռուբեն Վարդանյանը չի հուսահատվում, որովհետև ինքը ընտրել է պայքարելու տարբերակը։ Իսկ ահա ինչ վերաբերում է մեզ Հայաստանին, մենք մեր հողի վրա լինելով, եթե կա պայքար, ապա դա շատ իներցիոն է, հաճախ կոնֆորմիստական դիրքերից, հաճախ խիստ հաշվենկատ։ Լիլի ջան, պայքարը պետք է նախ եւ առաջ լինի գաղափարական։ Ես պայքարող չեմ համարում ամեն պատի տակից գոռացողին եւ Չապաևի սուրը հանած գորգորացողին ու փողոց փակողին։ Իհարկե, այդ անհնազանդության ակցիաները շատ կարեւոր են։ Դա էլ է պայքար։ Բայց պայքարը նախ եւ առաջ պետք է ստեղը լինի։ Պետք է լինի գաղափարական։ Դու պետք է գաղափար կենտրոնացնես։ Եվ մենք առնվազն 18 թվականից հետո պայքարը իրականացնում ենք ազգային Հայաստան ունենալու համար, հայկական Արցախ ունենալու համար։ Այդ պայքարը հաջողել է, իհարկե ոչ։ Բայց դուք պատկերացնում եք, եթե չլներ Վարդանի ապստամբությունը, Վահանի ապստամբությունը, Կարմիր Վարդանի չէր գա մի օր Բագրատունյաց Հայաստան էլի։ Այսինքն պետք է պայքարողներ են պետք։ Իսկ ով ասեն, որ պայքարը պետք է իհարկե ցանկալի է, որ այսօր պայքարես, այսօր էլ ստանաս դրա արդյունքը, բայց աստծո գործերն անքննելի են։ Մեր խնդիրը պետք է լինի պայքարելը եւ մեր գաղափարներին հավատարիմ մնալը եւ ապացուցել է հանրությանը, որ դիմադրությունն է, ազգային դիմադրությունն է եւ ազգային ինքնության համար պայքարն է ճիշտ տարբերակը։ Եթե պետությունը չունի ազգային նկարագիր, այդ պետությունը գրոշի արժեք չունի, մենք պետք է կարողանանք բացատրել, ապացուցել մեր հանրությանը եւ մեկս մյուսին, որ անկախության հռչակագրից հրաժարվելը դա դավաճանություն է, ուղիղ դավաճանություն է Եռաբլուրի նկատմամբ, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է քրեորեն պատժելի արարք, ինքը փաստորցի կոլաբորացիոնիստ է, ինչ ասում։ Ինքը հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու օրենսդրությունը, անկախության հռչակագիրը, գործող անկախության հռչակագիրը։ Ինքը ասում է, իսկ ինչ կապ ունի Արարատը մեր պետության հետ։ Այնտեղ գրած է, ինչ կապ ունի Արևմտյան Հայաստանը։ Արևմտյան Հայաստանը այլևս Թալինն է, Մարալիկն է, այլ ոչ թե Վաննա եւ Սասունն է կամ Մուշը։ Դրանով ինքը նույնիսկ քրեորեն հանցագործություն է կատարում։ Մենք էլ պետք է կարողանանք բացատրել մեր հանրությանը, որ մենք մնացել ենք այս աշխարհի երեսին որպես ազգ եւ կարողացել ենք պետականություն վերականգնել դիմադրության ու պայքարի շնորհիվ, ոչ թե Նիկոլի նման հանձնվելու եւ հարմարվելու շնորհիվ։ Սա է խնդիրը։ Մենք տեսնում ենք, որ չկան ոչ մի կանոններ։ Ոչ մի կանոն չկա, եթե օրը ցերեկով Սիրիայում տեսնում ենք ինչ է կատարվում։ Մեր մոտ էլ չէ կարա լինի։ Դե մենք մոտակցեն եղավ, Արցախում եղավ։ Դե Արցախում եղավ, նես չի որ եթե սեն շարունակեն կարող է լինի, որովհետև այս մարդկանց քարոզչության թեզը ո՞րն է, հանձնենք, մնա միայն հանրապետության հրապարակը եւ իրանց բանը կաբինետները։ Բայց սա պետք է հասնի մարդկանց ուղեղներին։ Փաշինյանի մասին խոսեցիք, գնացել էր Գյումրի իր ամբողջ թիմի հետ ու ոչ միայն մինչև հիմա չի պատժվել, այլ նաև պատրաստվում է ընտրությունների եւ գլխավորում է այդ քարոզչական ճակատը։ Բայց մի բան ակնհայտ էր, որ այդ մարդու թեզերը արդեն խիստ մաշված են, ոչ մի նոր ասելիք չուներ, վարկանիշն էլ ռեկորդային ցածր է։ Հիմա այս պարագայում ինքը ասում է, որ նախկինները Գյումրին դարձնելու են ուրեմն իրենց կռվի ճակատը, բայց իր դիրքավորումից է ակնհայտ, որ իր համար է հատկապես Գյումրին շատ կարևոր։ Հիմա այդ մաշված թեզերով, ասելիք չունեցող, ցածր վարկանիշով Փաշինյանին Գյումրիում հաջողվելու է պարտության մատնել ընդդիմությանը։ Գյումրիի պահը կարևոր է երկու գծով էլ, ես հստակ ասեմ, տեսեք։ Նախ, ես չեմ հիշում, որ որևէ թիմ ընտրություններին Հայաստանի նախագահներից որևէ մեկը թիմ ընտրություններին իր ամբողջ թիմին վերցնի, պետության գործերը թողած գնա անդե քարոզչություն անի։ Սա աբսուրդ է արդեն։ Մի պետության, որը 120,000 գաղթական ունի,
Մի պետության, որի տարածքի 240 քառակուսի կիլոմետրը օկուպացված է, մի պետության, որը էգզիստենցիալ սպառնալիքի առջև է Ադրբեջանից եւ Թուրքիայից, մի պետության, որը տնտեսական արդեն անկման մեջ է, մի պետության, որ ունի բազում խնդիրներ, այդ պետության ղեկավարը իր ամբողջ թիմով պետպաշտպանության նախարար, այժմ նախագահ թողել ընկել են, գնացել են Գյումրի քարոզ են անում։ Այ ընկեր, քո ինչ գործն է Գյումրեցինում կընտրի։ Դա թիմ ընտրությունն է, չէ։ Չէ, ասում եք քաղաքական։ Մի րոպե, հասկացան, քաղաքական է, քո քաղաքական թիմը Գյումրիում դուրս է, քո ինչ գործն է։ Դու քո ինչ գործն է, դու պետության վարչապետ ես, դու գնա քաղաքական, դու գնա Հայաստանի տարածքներն ազատի Թուրքից։ Ադրբեջանի վիրավորական առաջարկներին պատասխանի։ Գնա քայլ արա, որ Հայաստանի քաղաքացիները Բաքվի բանտերից վերադառնան։ Էլի քաղաքական է, ՔՊ չունեք այնտեղ Գյումրիում։ Թող Գյումրիցի գնա ընտրի։ Դու Իջևանից եմ մեկը, Երևանից եմ մեկը, Ալավերդուց եմ մեկը, չգիտեմ, որդուց, Գետաբուլախից, դու գնացել եք Գյումրեցում, դուք ով եք, որ Գյումրեցում գնացել եք ասեկում ընտրի։ Դուք բանուգործ չունեք։ Դու աշխատավարձ ես ստանում, որ գնաս Գյումրիում քարոզ անես, դու պետության վարչապետ ես։ Սա մեկ, սա խոսում է իր խայտառակ վիճակի մասին։ Սա նշանակում է, որ սրանք հայրենիք, պետություն, թքած ունեն, սրանց համար կարևորը աթոռն է։ Եթե նույնիսկ հրաշքով իրաց մոտ հաջողություն լինի, դա լինելու է Պյուրոսյան հաջողություն, Պյուրոսյան հաղթանակ։ Ինչ վերաբերում է Գյումրիում երկրորդ հարցը որն էր, ասեցիք Ընդդիմությանը կհաջողվի պարտության մատնել մաշված թեզերով Փաշինյանին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը այս ժողովրդին հերթական անգամ ուզում է խաբի։ Սիրելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը արդեն 7 տարի է վարչապետ է։ Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Մարգարյանի չափ վարչապետ է արդեն։ Լևոն Տեր-Պետրոսյանի չափ երկրի ղեկավար է։ Դուք պատկերացնում եք 97 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանը հելներ Կարեն Դեմիրճյանին կամ Սուրեն Հարությունյանին քննադատ էր։ Ասեն կոմունիստներն են մեղավոր, որ սենց է։ Դուք պատկերացնում եք։ Ինքը արդեն 7 տարվա վարչապետ է։ Դեռ ինքն է հարցեր տալի։ Ինքը գիտի դեռ ինքը ընդդիմություն է։ Ընկեր ջան, դու ընդդիմություն չես, է։ Դու 7 տարվա վարչապետ ես, 2 անգամ ընտրությունով եկել ես իշխանության։ Այս մարդիկ քեզ պետք է հարցած բան տան։ Դու որ եկել ես իշխանության, այսօրվա 18 տարեկանները 10-11 տարեկան երեխեք են եղել։ Քեզ պետք է հարցեր տան։ Դու ով ես որ եկել ես նախկիններից հարցեր ես տալի։ Ящикար, ящик, բերիր։ Այդ հիմար թեզերը ящик իսկ բանը Ղարաբաղնով պետք է հետ բերի։ Այդ որ 120 գյուղ ու քաղաք հանձնեցի Թուրքին, 5000 երեխա քու պատճառով նահատակվեց։ Բա դրա պատասխանով պետք է տա։ Այդ որ ժողովրդի սարքել եք տուգանքի մատերիալ։ Գույքարկը ավելացրել եք, ապան ավելացրել եք, կարմիր գծերն ավելացրել եք, տեսա խցիկներն ավելացրել եք, ինչ կա չկա թանկացրել եք, ժողովրդի հարկային բեռն ավելացրել եք։ Փաստաբաններից մինչև մանր առևտրականներ բոլորի վզին դրել եք նոր հարկեր ու տուրքեր։ Նախկինը тут при чем? Պարոն Շարմազանov, ես դիտում էի ֆրանսահայ գործիչ Մուրադ Փափազյանի հարցազրույցը, նշում էր, որ այո, 2026-ին է սպասվում խորհրդարանական ընտրություն, բայց ընդգծում էր, որ շատ կարևոր է, որ ընդդիմությունը ձեռքերը ծալած չսպասի 26 թվականի ընտրություններին ու չբացառի փողոց իջնելու տարբերակը։ Բայց տևական ժամանակ է ընդդիմության կողմից փողոց իջնելու մասին խոսք չկա, փողոցային պայքարի մասին խոսք չկա։ Լիլի ջան, տեսեք։ Ներողություն, պարոն Շարմազանov, ներողություն, որպեսզի հարցը ամբողջանը։ Տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական դաշտում կա կոնսենսուս պատրաստվելու 26 թվականին։ Ես հանրապետականի փոխարեն կարող եմ ասել, որ նման կոնսենսուս չկա։ Իհարկե, տեսականորեն դասական առումով իշխանափոխության 3 տարբերակ կա։ Համար 1 տարբերակ դա իմպիչմենտն է, համար 2 տարբերակ դա փողոցի անհնազանդության, պրեսինգի ազդեցության տակ Նիկոլի հրաժարականն է եւ երրորդ տարբերակը ընտրություններն է։ Ու տեսականորեն։ Մեզ համար ամենաարդյունավետը առաջի եւ երկրորդ տարբերակներն են։
մենք որևէ մեկի հետ կոնսենսուս չունենք հրաժարվելու փողոցային պայքարից ու կարծում եմ ոչ միայն մենք։ Ես նախորդին լսում եմ մեր դաշնակցական գործընկերներին, նման տպավորություն չստացա, որ իրենք փողոցային պայքարից հրաժարվել են, հակառակը։ Տեսեք, այս տարիների ընթացքում բազմաթիվ փողոցային պայքարներ են եղել, եւ ՀՓՇ-ն, եւ Դիմադրությունը, եւ Կոմիտեն, եւ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, եւ յուրաքանչյուր նոր շարժում ինքը ավելի ուժգին է եղել, քան նախորդ շարժումը։ Ես երբ որ Դիմադրության շարժումը սկիզբ էր առնում, շատերը սկեպտիկորեն էին մոտենում, ասում են դե մարդ չհավաքվի, տեսենք ինչքան մարդ հավաքվեց։ Երբ որ Սրբազան շարժումը սկսվեց, էլի շատերն ասում են, հա դե Սրբազանը մենակով ինչ պետք է անի, մենք տեսանք, որ ամբողջ հանրապետության հրապարակը կոնսոլիդացվեց, ժողովրդիկ դուրս եկան։ Այսինքն դժգոհությունը նիկոլիստական ռեժիմի նկատմամբ չի մարել։ Այն որ Նիկոլը ձախողված կառավարիչ է, հանրության մոտ կա կոնսենսուս։ Բայց որ ընդդիմությունն էլ է ձախողում, դա էլ է։ Որ ընդդիմությունը չեմ ասում ձախողում է, որ ընդդիմությունը չի կարողանում հասնել իր վերջնարդյունքին, սա էլ է փաստ։ Հետևաբար պետք է ես հանրապետականի փոխարեն պետք է ասեմ, պետք է ոչ թե բարձր գոռալ, այլ պետք է իրականացնել քաղաքականությունը ինքը հաշվարկ է, պետք է ռեսուրսների հաշվարկը իրականացնել, պետք է ազնիվ խոսել բոլոր ընդդիմադիր դերակատարների հետ, հաշվարկել ռեսուրսները, ներկայացնել ծրագիր, որը պետք է լինի բխող քո ռեսուրսներից, քո քայլերի հաջորդականությունը, եւ այդ ծրագիրը պետք է ընկալելի լինի եւ քո հանրության համար, եւ ինչու՞ չէ նաեւ աշխարհակաղակական կենտրոնների համար։ Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության, ես ասել եմ, երկու պատճառով։ Պատճառ համար 1, որ ինքը ունեցել է Թուրքիայի եւ օտար ուժերի, մասնավորապես այն ժամանակ հավաքական արևմուտքի օժանդակությունը, պատճառ համար այդ առաջինի մեջ մտնում է, որ Ռուսաստանում չի եղել որոշում Նիկոլին հեռացնելու, պատճառ համար 3, ընդդիմությունը չի ունեցել երկարաժամկետ քայլերի ծրագիր, այսինքն իմ մոտ այնպիսի տպավորություն ա եղել, որ երբ որ նույնիսկ Սրբազան շարժման ժամանակ հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր, չկար քաղաքական ծրագիր։ Բագրատ Սրբազանը ինքը փայլուն առաջնորդ է, բայց ինքը առաջնորդ է, ինքը հոգևոր ազգային առաջնորդ է։ Իսկ քաղաքական պլանավորումը պետք է անեն քաղաքական թիմերը։ Սա է խնդիրը։ Ես չեմ ուզում հուսահատություն տարածեմ, ես ասում եմ, որ այո, կա մեծ դժգոհություն Նիկոլի ձախողված կառավարությունից, պարզապես պետք է ռեսուրսների ճիշտ հաշվարկ կատարել եւ փորձել իմ ասած երկու սցենարներով իմպիչմենտի եւ հանրային ճնշման միջոցով հասնել այս իշխանության հեռացմանը, բայց բնականաբար դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ որ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը նույն մեխին խփի, այլ ոչ թե տարբեր չակույցներով իրար խփեն։ Պարոն Շարմազանov, աշխարհակաղակական գործընթացների եթե անդրադառնանք, այն համատեքստում, որ իշխանափոխության համար դա էլ կարևոր գործոն է, տեսեք, ռուս-ուկրաինական ճակատում մենք ունենք հյուծված Ուկրաինա, Կուրսկի մարզում գործերը բավական վատ են, մոտ 10,000-ի զորամիապ շրջափակման վտանգի առջև է։ Մենք տեսնում ենք տարբեր աշխատասենյակներում լիդերների կա հստակ ճնշում Զելենսկու վրա եւ կարդում էի Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Միշայմերի մեկնաբանությունը, ասում էր Զելենսկին չի գնա զիջումների, բայց դա նշանակելու է, որ Զելենսկուն փոխարինելու են։ Ու ես սա պրոյեկտեցի մեր իրականության վրա, որովհետև ինչ որ շատերը այդ օրերին Թրամփ-Զելենսկի հանդիպման պատկերը կանխատեսեցին, որ կկրկնվի Հայաստանում Նիկոլ Փաշինյանի դերակատարմամբ։ Բայց մի նկատառում, երբ որ Միշայմերը ասում է, որ Զելենսկին չի գնա զիջումների եւ դրա համար իրեն կփոխարինեն, Հայաստանի դեպքում Նիկոլ Փաշինյանը փորձը ցույց է տալիս, որ կգնա զիջումների, որ իրեն չփոխարինեն։ Չեմ բացառում, որ դա աշխատող տարբերակ է, չեմ բացառում, մանավանդ, որ մեր ընդդիմությունը, մենք էլ մեջը, գլոբալ առումով բոլորը հստակ աշխարհակաղակական այլընտրանք չի առաջադրել։ Գոնե ես խոսքը ոչ թե կուսակցությունների մասին է, բոլոր այն շարժումները, որոնք եղել են հրապարակային, հարթակից
աշխարհաքաղաքական հստակ կողմնորոշման մասին խոսք չի եղել։ Եթե հիշում եք, նույն բոլոր շարժումներում եղել են եւ Արևմուտքի հետ կողմնակիցներ, Դաշինքի հետ կողմնակիցներ, մինչեւ Ռուսաստանի հետ Դաշինքի կողմնակիցներ։ Բայց Հայաստանը ինչ ուղղությամբ պետք է գնա։ Ընդհանուր հարթակը նման որոշում չի ունեցել։ Ընդդիմությունը ռուսամետ չէ։ Ես չեմ կարծում, սա օրինակ բանը ԱԺԲ ռուսամետ էր, որ Բագրատ Սրբազանի շարժման հետ էր։ Այնտեղ լիքը ուժեր կային, ով ասում, դե որ ասելով որ լինի մարդիկ էլ հունական վերջի տարերի անուն ազգանուններ ունենա, մի դե ասելով չէ, էլի ամեն ինչ։ Ես այլ բան եմ ուզում ասել, ես մեր կարծիքն ասել եմ, հանրապետականը ունի հստակ դիրքորոշում, իհարկե լինելով Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ, մենք գտնում ենք, որ մենք այո պետք է Արևմուտքի հետ ունենանք գործընկերային հարաբերություններ, մանավանդ պետք է կարողանանք Տրամպի նոր ադմինիստրացիայի հետ, որը ազգային պահպանողական բևեռի ներկայացուցիչ է, ուժեղացնենք մեր շփումները, բայց Հայաստանի անվտանգային ապագան եւ տնտեսական ապագան դա հապ վերադարձն է ԵԱՏՄ-ում մեր հարաբերությունների խորացումն է, իսկ անվտանգային առումով Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների զարգացումն է եւ նախ եւ առաջ Ռուսաստանի։ Իսկ Ռուսաստանը պետք է լինի մեր թիվ 1 դաշնակիցը։ Ինչպես ճիշտ նշել է Սերժ Սարգսյանը ժամանակին, Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից մենք չենք ունեցել եւ չենք կարող ունենալ, սա փաստ է։ Հիմա ինչ գալիս է Նիկոլ Փաշինյանը հանուն իր աթոռի ինչ կանի, ես չունեմ այդ տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ցկտել թռնել ռուսական աթոռին, որովհետեւ չեմ կարծում, որ ինքը այդքան հիմար է, որ չի պատկերացնում, որ Մոսկվան արսուքներին չի հավատում։ Մոսկվայի համար Նիկոլ Փաշինյանը անկանխատեսելի եւ անհուսալի պարտներ է, ոչ միայն դաշնակից, այլ նաեւ անկանխատեսելի եւ անվստահելի գործընկեր։ Բա ինչու էին պահում։ Ասեմ։ Նիկոլ Փաշինյանը փորձելու է օգտվել եւ այստեղ մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը շատ դիպուկ է մանրամասն նշել իր Facebook-յան գրառման մեջ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե թռնելու է Պուտինի գիրկը, այլ փորձելու է օգտվել ուկրաինական ճգնաժամում այս չավարտված վիճակից եւ փորձի իրականացնել թուրք արևմտյան պրոյեկտը, այսինքն այստեղ բերի Թուրքիային կամ ինքը գնա դեպի Թուրքիա եւ իրականացնի այն ծրագրերը, որոնք բխում են Արևմուտքի եւ Թուրքիայի շահից, իսկ դա միջանցն է, այսինքն փորձել Ռուսաստանին, քանի դեռ ուկրաինական ճգնաժամը չի ավարտվել, ամբողջությամբ հանել Հայաստանից եւ Հայաստանը դնել թուրքական ազդեցության տակ։ Սա փաստ է։ Ինչու այն ժամանակ ռուսները պաշտպանեցին Նիկոլ Փաշինյանին, պետք է հարցնենք ռուսներին եւ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ իմ տպավորությամբ Նիկոլ Փաշինյանը տվել էր խոստումներ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո, բանավոր խոստումներ եւ ժամանակ էր ցկում եւ եթե կհիշեք 21 թվականին, երբ որ նա վարչապետ դարձավ եւ առաջի ուղևորությունը Մոսկվա էր, Պուտինը նրան ասեց, ոչ թե շնորհավորեց առաջինը, այլ ասեց, ես հուսով եմ դուք կկատարես քո խոստումները։ Թե ինչ խոստումներ է տվել, չեմ կարող ասել, միգուցե երկրորդ ռազմաբազան այստեղ պետք է լիներ, միգուցե այդ նոյեմբերի 9-ի Նյու Յորքի իրականացումը պետք է լիներ, ռուսական վերահսկողության, որը նա ստորագրել էր, բայց փաստը նա է, որ Նիկոլ Փաշինյանը 22 թվականի ուկրաինական ճգնաժամի սկսումից մի քանի ամիս հետո ապրիլին արդեն Պուտինի գրկից թռավ Շարլ Միշելի եւ Մակրոնի գիրկը եւ դա էլ դարձավ, սկիզբը դարձավ մեր բոլոր աղետների Ղարաբաղում եւ հետո ստեղ, Արցախում եւ հետո ստեղ։ Շնորհակալություն եւ վերջում էլ չկա գիրք, որտեղ Փաշինյանը կստանա երաշխիքներ։ Ես կարծում եմ գլխավոր գիրքն ու գիրկը, որը Նիկոլ Փաշինյանը պետք է գիրք իր գրկումը նիսկ ինքը լինի Էրդողանի գրկում։ Ուրիշ բան կարծում եմ չկա, որովհետև Մակրոնին 2 տարի է մնացել, 2 տարի հետո Ֆրանսիայում նոր ընտրություններ լինելու, Մակրոնը չի կարող նոր առաջադրում կատարել, ինչքան ես գիտեմ, երկրորդ սրոկն է, այնպես որ Շարլ Միշելը չկա, Մակրոնը 2 տարից գնում է, մնում է Էրդողանը, իսկ Էրդողանը կարծեմ արդեն հայտարարել է, որ չի բացառում իր առաջադրվել է հաջորդ նախագահական շրջանին։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց տանում է դեպի թուրքական ազդեցության գոտի։ Այդ բլեֆը, որ ասում է Եվրոպական միությունն են գնում, ստեղ են գնում, նախ Եվրոպական միությունը ոչ մեկ իրան չի սպասում, բայց այդ որ ասում է դեպի արևմուտք են գնում է դեպի Թուրքիա։ Ոչ մի ԵՄ չկա այդտեղ։
Եվ շատ կարճ Արամ Մանուկյանը հակվող նախագահը երեք գրեթե նույն բանն էր ասում, որ աշխարհաքաղաքական աջակցություն կարծեք թե այլևս չունի Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Շարմազանով, դուք էլ պատասխաններից մեկում ընդգծեցիք, որ եթե համադրվում են այդ գործոնները, շատ հնարավոր է, որ փողոցում հաջողության հասնի ընդդիմությունը։ Այնուամենայնիվ ֆիքսենք մինչև 26 թվականը դուք չեք բացառում փողոցային պայքար։ Ոչ միայն չեմ բացառում, շատ հավանական եմ համարում։ Ոչ միայն չեմ բացառում, այլ շատ հավանական եմ համարում։ Փողոցային պայքարը շատ հավանական։ Եվ եթե ընդդիմությունը 25 թվականին փողոցային պայքար չիրականացնի, նշանակում է մեր գործերը, մեր խոսքը հանրապետականի մասին չի, մեր ազգի գործերը շատ վատ կարող են լինել։ Փողոցային սցենարը անհրաժեշտ է, օդ ու ջրի պես, Նիկոլի հեռացումը էլի օդ ու ջրի պես անհրաժեշտ է, բայց այդ ամեն ինչը պետք է անել հաշվարկելով մեր ռեսուրսները, հաշվարկելով քայլերը, ծրագրերը եւ ունենալով ոչ թե միայն ծրագիր A, այլ առնվազն A, B, C ծրագիր պետք է ունենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։